Գործարանները որպեսզի նորմալ աշխատեն, այո, ու շատ լավ տեմպերով են աշխատում, ըստ որում արտահանվում է զենքը դուրս արդեն։ Բանակը առաջնային տեղ ունի խաղաղության համար։ Իհարկե ունի, իհարկե։ Տեսել եք, որ ԿՊ-ի ծրագրում բանակը ամենավերջին տեղում է խաղաղության ապահովման համար։ Չեմ տեսել նման բան։ Չէ, այդպիսի բան։ Մայիսի 28-ի զորահանդեսը մեզ ապացույց էր, որ մեր բանակը առաջին տեղում է գտնվում, Նարեկ ջան։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Եկեք խոսենք ԿՊ-ի ծրագրի։ Խնդրում եմ չելի։ Ինչու։ Ծանոթ չի։ Ծանոթ է։ Դե ասեք ինչ են առաջարկում նախագծով, նախընտրական ծրագրով խաղաղության համար։ Ձեր կամքով եք եկել։ Այո, իմ կամքով։ Ինչու եք խուսափում։ Չեմ ուզում խոսեմ։ Բարև ձեզ։ Աջակցում եք ԿՊ-ին։ Խնդրում եմ։ Աջակցում եմ իմ հանրապետությանը, պետականությանը։ Ինչ է դա հայտնի ձեզ ԿՊ-ի նախընտրական ծրագրից։ Հայտնի է, որ խաղաղություն են խոստանում։ Ինչպես են ապահովելու, կարդացել եք։ Չեմ կարդացել, լսել եմ։ Բա ինչպես պետք է ընտրություն կատարեք։ Այսինքն կներեք, լսելով ամեն ինչ բարձ էր ձեզ։ Ես դեռ չեմ ասելում եմ ընտրելու։ Ուղղակի ես սատարում եմ իմ պետականությանը։ Նիկոլ Փաշինյանը ինչպես է ապահովելու խաղաղություն, տեղյակ եք։ Դե ինքը ամեն ինչ անում է, ես հավատում եմ, որ էլ կռվախնձոր չի լինի Հայաստանը ոչ մեկի ձեռքերում։ Ինչպես է դա ապահովելու։ Ձեզ համար բարձ է ընտրության մնացել է 1-2 օր եւ այդ հարցի պատասխանը դուք ունեք։ Ունեմ իհարկե, դե լսում ենք, ասում է, լսում ենք։ Հիմա ես չեմ կարող բառեցիորեն բոլորը կրկնեմ, բայց համոզված եմ, որ ինքը կկատարի։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ ԿՊ-ին եք աջակցում։ Այո, Ծանոթ է ձեզ նախընտրական ծրագիրը։ մեզ բոլորիս ամեն ինչ ծանոթ է, լավ եղբայր։ Ձեզ բարի օր։ Ինչու եք խուսափում խոսել։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ծանոթ եք ԿՊ-ի նախընտրական ծրագիրը։ Այո, մի րոպե բալես։ Բարև ձեզ։ ԿՊ-ի նախընտրական ծրագիրը ծանոթ է ձեզ։ Ծանոթ է։ Ինչ է գրված։ Խաղաղության հետ կապված։ Մեզ թող անցի ուրիշի հարցեր։ Ինչու։ Բայց դուք Չեմ ցանկանում պատասխանել։ Բայց ես ձեզ չեմ հարցնում, ձեր ընկերուհուն եմ հարցնում։ Բարև ձեզ, հավաքի մասնակից եք։ Աջակցում եք ԿՊ-ին։ Բարև ձեզ, ԿՊ-ին եք աջակցում։ Այո, Ծանոթ է նախընտրական ծրագիրը ձեզ։ այո, Խաղաղության համար ինչ է առաջարկում։ խաղաղություն։ Հայաստանի երկրին խաղաղություն։ Հա, ինչպես են ապահովելու այդ խաղաղությունը, եթե ԿՊ-ն վերարտադրվի, ծանոթ է ձեզ։ Չէ, ծանոթ չէ։ Դա ինչպես եք ընտրություն կատարելու։ Կատարելու ենք։ Առանց ծրագրին, Կատարում ենք, առանց ծրագրին վարչապետին։ ծանոթանալու, առանց ծրագրին ծանոթանալու։ ծանոթացել եմ։ Ասեցիք ծանոթ Ինչ չեմ։ կա, ծանոթացել եմ ծրագրին։ Նորմալ է լրիվ։ Ասեք խաղաղություն ինչպես է առաջարկելու, եթե ծանոթ է։ Սա վտանեմ, լավ առաջարկելու։ Սպասենք, լավին։ Վատ ինչ է։ Եղավ։ Բարև ձեզ, հավաքի մասնակից եք։ Հավաքի մասնակից եք։ Չէ։ Ինչպես։ Չէ։ Հա, ուղղակի հրապարակում եք դրան։ Հավաքի մասնակից եք։ Հավաքին եք մասնակից։ Հա։ Այո։ Ծանոթ է ԿՊ-ի ծրագիրը ձեզ։ Այո։ Ինչ է առաջարկում Խաղում էլի խաղաղության։ հարցը զրույց եղբայր։ Շնորհակալ եմ, մերսի։ Տեղյակ եք խաղաղության համար ինչ է առաջարկում։ Ես ոնց ինչ առաջարկում։ Ամենալավ բաները որ խաղաղություն լինի, բայց եկեք սահմանափակենք։ Ինչպես է ապահովելու այդ խաղաղությունը։ Ես գնաց Դուք տեղյակ եք խաղաղությունը ինչպես է ապահովելու Փաշինյանը։ Հա։ Ինչպես։ Եկեք չպատասխանեմ, էլի նարեկ։ Ինչի։ Չեմ ուզում ուղղակի։
Բարև ձեզ, տեղյակ եք ինչպես է խաղաղություն առաջարկում։ Բարև ձեզ, տեղյակ եք խաղաղություն ինչպես է առաջարկում։ Բարև ձեզ, աջակցում եք Փաշինյանին։ Աջակցում եք։ Դա ինչու եք եկել հրապարակ։ Բարև ձեզ, եկեք ԿՊ-ի ծրագրից խոսենք, ծանոթ եք։ Ծանոթ ենք։ Ինչ է առաջարկվում խաղաղության համար։ Ամեն ինչ էլ առաջարկում է, խաղաղ ենք ապրում հիմա։ Հետագա խաղաղությունը ինչպես պետք է ապահովել, տեղյակ եք։ Լավ էլ չէ։ Ինչու։ Չէ։ Դուք ինչ կասեք։ Ինչու չեք ուզում խոսել, եք հասել եք հրապարակ ձեր տեսակետն։ Հոգնած եմ։ Գնա։ Բարև ձեզ։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին, ինչու եք բախկվում։ Որովհետև դուք երրորդն եք։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Ծրագրին էլ ենք ծանոթ, բայց շատ շնորհակալ եմ, դուք երրորդ մարդն եք այս հրապարակում։ Դուք ինչ է առաջարկվում խաղաղության հետ կապված։ Մեր Փաշինյանը մեր փոխարեն ամեն ինչ կասի։ Դուք ընտրող ձեր ձայնը վճռորոշ է լինելու, դուք գիտեք ինչպես է խաղաղություն ապահովելու։ Միանշանակ խաղաղություն պայմանագրի միջոցով։ Որը դեռ չի ստորագրվել, հա, ինչ ակնկալիք։ Շուտով կստորագրվի, հուսով ենք, որ կստորագրի։ Որտեղից ձեզ այդ տեղեկությունը, որ ընտրություններից հետո ստորագրվի։ Ես այդպես եմ կարծում։ Հա։ Ինչ կա։ Հա, ինչ։ Ինչ հիմքով եք նման բան։ Իմ կարծիքն է դա։ Ինչպես է պարոն Փաշինյանը խաղաղություն ապահովելու, նախընտրական ծրագրին ծանոթ եք։ Չէ, Չեք կարտացել։ չէ։ Ընտրություն ինչպես եք կատարելու։ Ուզում եմ կատարում եմ։ Անձ եք ընտրելու։ Այո։ Ձեր ձայնը կարող է վճռորոշ լինել։ Վճռորոշ Այո։ խաղաղության դեպի։ Ընտրության ելքի վրա։ Ես դեպի խաղաղության եմ գնում։ Բայց դուք ծանոթ չեք խաղաղության։ Ծանոթ եմ։ Ասեցիք չեք կար։ Ծանոթ եմ եւ պարտադիր չի որ ձեզ ասեմ։ Պետք է հանդուրժեք ինձ, դուք սրտիկ ցույց տվող կուսակցության աջակից եք։ Պետք է հանդուրժեցի, որ այդքան խոսեցի։ Ես խոսել չեմ սիրում ճիշտն ասած։ Հանդուրժելուց արդյունքն է, որ ձեր հետ խոսում եմ։ Խնդրեմ։ Բարև ձեզ, աջակցում եք Փաշինյանին։ Աջակցում եք։ Բարև ձեզ, աջակցում եք Փաշինյանին։ Աջակցում եք Իհարկե։ Ծանոթ եք ծրագրին։ Այո, Ինչ է առաջարկվում խաղաղության ապահովման համար։ պարատը չտեսակ, Ծրագրում ինչ է գրված։ որ լինելու է խաղաղություն, որ Ինչպես է ապահովելու այդ խաղաղությունը, տեղյակ եք։ այո, ինչքան ուժեղ լինենք, ինչքան զինված լինենք, այնքան մենք Բայց ապահով պարոն կլինենք։ Փաշինյանը ծրագրում գրել է, որ կամ իր կուսակցությունը ծրագրում գրել է, որ բանակը ամենավերջին տեղում է խաղաղության ապահովման։ Ինքդ էս բան չի գրել ամենավերջի տեղում։ Ինքդ էս բան չի գրել։ Դուք կարտացել եք ծրագրը։ Հա։ Ինքը այդպես չի գրել ամենավերջի Ինչպես է տեղը։ Ինքը գրել է, որ բանակի ուժեղացման դեպքում Հայաստանը լինելու է ապահով։ Չէ, ծրագրում գրած է, որ խաղաղության թիվ 1 երաշխիքը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված։ Այո, Ասում եք բանակը։ Հա, հիմա չէ, լսի, բանակը իր տեղում թող մնա, որպես բանակ հարգում ենք, բայց եթե ինքնիշխան ենք, եթե մենք լեգիտիմ իշխանություն ունենք, ուրեմն հզոր ենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Եկեք խոսենք ԿՊ-ի ծրագրից։ Բարև ձեզ, ծանոթ եք։ Հա, ինչու եք խուսափում։ Ինչու չեք ուզում խոսել ինձ հետ։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Ծանոթ ենք, բայց չենք։ Ինչ է գրված ԿՊ-ի ծրագրում։ Բարև ձեզ։ Աջակցում եք Փաշինյանին։ Բա ինչու գնացիք, ինչու չեք խոսում։ Ինչու են խուսափում խոսել։ Չենք խուսափում։ Բա ինչու եք գնում։ Պարզապես չենք ուզում։ Աջակցում եք Փաշինյանին։ Կներեք ինչու եք խուսափում։ Չեմ խուսափում, պատասխանել չեմ ուզում։ Բարև ձեզ։ Եկեք խոսենք ԿՊ-ի ծրագրից։ Ինչու եք գնում, ինչու եք խուսափում։ Ինչու եք Բարև ձեզ, եկեք խոսենք ԿՊ-ի ծրագրից, ինչու եք խուսափում։ Ինչու եք խուսափում։ Չենք
խոսափում։ Տպավորություն է, որ չեք ուզում, որ իմանան դուք հրապարակ եք։ Ես եկել եմ մեծ հպարտությամբ։ Դե ասեք ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Այո։ Ինչ այս չեք կարդացել, հրապարակված էր վաղ։ Չեմ։ Ինչ չեք անում։ Ես լսում եմ միայն։ Հələ որ եզրակապ։ Տեսախցիկն այնքան անվնաս է, եկեք խոսենք։ Չէ, խուսափում ենք տեսախցիկից, բայց հաստատ մեր գալուց չենք։ Բարև ձեզ։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Այո։ Ինչ է առաջարկում խաղության հետ կապված, խաղության հաստատման հետ կապված կարդացել եք։ Այո։ Կասեք։ Ես Հենց հիմա հարցեր կտամ։ Հա։ Նարեկը։ Չէ, ուրեմն չեմ ասել։ Ինչու՞ չեք։ Ես հարց չտամ, դուք խոսեք։ Չէ։ Խաղաղությունը ինչպես եք պատկերացնում Փաշինյանի օրոք, էլ հարց չեմ տալիս, խոսեք։ Շատ լավ ենք պատկերացնում, արդեն խաղաղա, շատ շնորհակալ ենք մեր վարչապետից, հետո ասեմ։ Ինչպես է ապահովելու հետագա կայունությունը։ Այդ ոչ մեկն էլ չի կարա հետագա կայունությունը խոսք տա, բայց հիմա որ խաղաղա, շնորհակալ ենք։ Իսկ ծրագրին ծանոթ եք։ Ծանոթ ենք, լավ կլինի, դեպի շատ լավ կլինի մեր երկրի դրությունը։ Շատ գոհ ենք, միշտ լավատես լինենք, որ լավ լինի։ Գրետ ուտախես բանանում։ Գնեք, ինչու եք խուսափում։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Կարդացել եք ինչպես է խաղաղություն առաջարկում Փաշինյանը։ Բարև ձեզ, հանրահավաքի մասնակից եք։ Բարև ձեզ, հանրահավաքի աջակցում եք Փաշինյանին։ Այո, Ինչի համար, որ ծրագիր։ ամեն ինչի համար, բայց ինչի համար չէ։ Դե կասեք, թվարկեք, որ ծրագրի համար։ Ամեն ծրագրի խաղաղության։ Ինչպես է խաղաղությունն ապահովելու։ Ինչ չեք տերնում դու։ Դուք տեսնում եք։ Այո։ Դե ասեք իմանամ։ Տեսնում եմ, ասենք, երկրի ներկա վիճակի մասին, որ ասենք խաղաղ սահմանները ամեն ինչ։ Իհարկե շատ լավ է, որ սահմաններին խաղ է, բայց խաղաղության պայմանագիր վերջնական։ Պայմանագիրը ես չեմ կապել, չեմ գիտում, բայց որ խաղաղ է, ես տեսնում եմ։ Կույր չենք։ Բայց բանի հետ երկարաժամկետ խաղաղության համար պայմանագիր պետք է։ 100% պետք է, ոչ պետք չէ։ Եվ ինչ է առաջարկվում նախընտրական ծրագրով կարդացել եք։ Չէ, չեմ կարդացել։ Իսկ ընտրություն ինչպես եք կատարելու։ Նորմալ, 16-ին։ Չէ, նկատի ունեմ ինչ հիմքով, եթե չեք կարդացել ծրագիրը։ Այնի կներես մի։ Երկրի մեր երեխաների ապագային։ Ծրագրում ինչ է գրված ԿՊ-ի։ Ինչ որ գրված է չի հետաքրքրում։ Կարևոր գլխավոր ինձ հետաքրքրում է։ Всё։ Տեր ենք, ինքը 8 տարի աշխատել, տեսել ենք։ 8 տարի բավական էր մեզ, տենես այդ։ Դուք կարդացել եք նախընտրական ծրագրը։ Կարդացիմ երեխեն ծառայում են հանդիպեցան։ Այսպես գոյան բարի մեր երեխեն սպանջուտում սնվում է, խաղաղ ապրում է, խաղաղ քնում եմ, ասել խաղաղ գլողը տնեմ եմ պարտին քնում եմ։ Մարի վերադարձ։ Ապրի, շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ԿՊ-ի ծրագրի ծանոթ, հա ձեզ։ Բարև ձեզ, հա, մոտավոր։ Ինչ է գրված նախընտրական ծրագրում։ Ինչ արսին դրեք էլի։ Ծանոթ չեք։ Ծանոթ եք, չեմ ուզում պատասխանել։ Նախընտրական ծրագրին ծանոթ եք։ Չգիտեմ, չէ, ախպերս։ Բա ինչպես եք ընտրություն կատարել։ Ծանոթ եք նախընտրական ծրագրին ԿՊ-ի։ Դե ծանոթ եմ իհարկե։ Ինչ է առաջարկվում։ Ինչ է առաջարկվում։ Առաջարկում է, որ մեր երկրին տեր կանգնենք։ Նման բան է գրած ԿՊ-ի ծրագրում։ Ճիշտն ասած չեմ կարդացել, չգիտեմ։ Բա ընտրություն ինչպես եք կատարելու։ Ընտրությունը կատարելու եմ ըստ ցանկության։ Իմ խղճի Բայց ցանկության։ կարող է ձեր մեկ ձայնը շատ վճռորոշ լինել ընտրության արդյունքների վրա եւ դուք առանց նախընտրական ծրագիր կարդալու եք գնալու ընտրության։ Չէ, ես վճռական եմ գնալու ընտրեմ։ Իմ քայլը անելու եմ։ Հա, բայց Տեր եմ չկարդացած։ կանգնելու իմ երկրին։ Բայց չեք կարդացել, չէ՞ որևէ մեկի նախընտրական ծրագիրը։ Իսկ ինչ պետքա կարդայի, որ իմանայի Որ տեղեկացված։ իմանաք առաջիկա 5 տարիների ընթացքում ձեզ ինչ են առաջարկում։ Առաջարկում եմ, որ պետքա լավ լինի, խաղաղություն լինի։ Ինչպես են խաղաղությունն ապահովելու տեղյակ եք։ Տեղյակ եմ։ Ասեք իմանամ։ Ինչ ասեմ։ Դե որ այսքան մարդիկ հավաքվել են, արդեն ձեզ պարզ չի։ Շատերը ում հետ խոսել եմ, էլի ձեր նման անորոշ պատասխաններ են տալիս։ Դե
Այդ ամեն մեկը իր կարծիքը ունի։ Շնորհակալ ծրագրին ծանոթ եք։ Ինչու եք խուսափում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկեք ԿՊ-ի ծրագրից խոսենք։ Բա ինչու գնացիք։ Ինչու չեք ուզում խոսել։ ԿՊ-ի ծրագրին ծանոթ եք։ Ուրիշին հարցրեք, խնդրում եմ։ Ինչու չեք ուզում զրուցել։ ԿՊ աջակից չեք։ Բարև ձեզ, աջակցում եք ԿՊ-ին։ Այո։ Ինչ է նախընտրական ծրագրով։ Բայց ինչու չեք թողում խոսել։ Գիտեք։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն, եթե խաղաղություն չէ։ Ինչպես, գիտեք, ինչպես է առաջարկում, ինչ մեխանիզմներով։ Խաղաղությունը տարբեր տեսակի, տարբեր մեխանիզմներով, սրա հետ լավ, մյուսի հետ լավ, դու ասում Բարև ես ձեզ, ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Այո, Ինչ է առաջարկում խաղաղություն հաստատելու եւ պահպանելու համար։ մեկ բառով տեսնում ենք այն, որ հիմա մենք քայլում ենք ազատ եւ անկախ մեր երկրում, դա Ինչ այս ազատ եւ անկախ չէի։ Ոչ, Ով է սահմանափակում ձեր ազատությունը։ նախքին բոլոր իշխանությունները։ Թույլ չէին տալիս 8 տարիների ընթացքում ոչ, ես իմ երեխաների հետ վախերի մթնոլորտի ներքո մենք շրջել ենք։ Այսքանը շնորհակալություն սպասում եմ։ Դուք ո՞ր ոլորտից եք։ Ես քայլում եմ ձեր հետ։ Որպես քաղաքացի, Ինչ փոփոխություններ եք տեսել։ շատ մեծ։ Խոսքի ազատության սահմանափակումները դուք չեք տեսնում ես ձեր նշած ազատության։ Երբևէ չենք ունեցել խոսքի Ձեր բերանը երբևէ Փաշինյանի ախրանիկները չեն փակելու։ Մենք նման դեպքեր ենք տեսել։ Երբևէ չի եղել նման բան, դա հերուրանք է։ Իսկ քաղաքացիների նկատմամբ չեք տեսել նման դրսևոր։ Չէ, բացարձակ։ Եկեղեցում, Քանի զոհված որ գիտեք խի չեմ տեսել, քանի որ հենց վարչապետն է թույլ տվել այդ խոսքի մեծ ազատությունը մեր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն։ Դրա համար չեմ տեսել։ Փաշինյանի խոսունքը լսել եք, կներեք կզացնել, սատկացնել, չոքացնել։ Հասցրել են մի կետում, որ վարչապետը նման խոսույթ է իրականացրել։ Մարթա, քարից չի վարչապետն էլ, Մարթա Միսու Արունիցը, որը որ հասցրել են եւ լավ արել, որ արել է։ Բարև ձեզ։ Ես որտեղից եք գալիս։ Մենք Երևանից ենք։ Նարեկ ջան, Նարեկն եք, չէ՞ դուք։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագիրը ձեզ։ Ծանոթ ենք եւ Ինչ է գրված խաղաղության ապահովման համար։ ինչ է չեմ կարա տենց ասեմ, բայց այն որ ասած մենք 10 ձեռքով կողմենք մեր Նիկոլ Փաշինյանին։ Եթե չեք կարտացել, ինչին եք։ Կարծել եմ ուղղակի պահի տակ, ոնց որ աշխատանքը ամեն ինչը, թե բանակը, թե առողջապահությունը, թե զինտեխնիկան, ամեն ինչը գյուղերը խաղաղությունը ամենակարևորը, ուրիշ բան չեմ ուզի։ Իսկ օգտագործած բառերը լսել եք։ Դե Կզացնել, չոքացնել։ Ոչինչ։ Ինչը ոչինչ։ Ախր մարդուն ափերից հանում է, ճիշտ է չպետք է ասի ինքը, բայց վերջի վարչապետի պահված կա։ Պահված չի, բայց ամենայն դեպս էդ էլ չի կարելի հասցրել են այդ աշճանին։ Ես իրան չեմ մեղադրում, նա էլ մարդ է։ Բարև ձեզ։ ԿՊ-ի ծրագրից խոսենք, ծանոթ եք։ Այո։ Ինչպես են խաղաղություն առաջարկում։ Ես չեմ խոսում։ Ծանոթ եք խաղաղության։ Ինչի՞ չեք ուզում խոսել։ Չեմ խոսում ես։ Ծանոթ եք նախընտրական ծրագրին։ Ոնց ծանոթ չենք։ Ինչպես են խաղաղություն առաջարկում։ Խաղաղությունը արդեն կա։ Գրացի, չես գրացի, ինչպես է խաղաղություն ապահովում։ Խաղաղությունը արդեն կա, ապահոված է։ 2 տարի Զոհ չունենք սահմաններում։ Ինչը չէ, Նարեկ ջան, ինչը չէ։ Ասում եմ, ինչ է գրված նախընտրական ծրագրում երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Երկարատև խաղաղությունը մեզնից էլ է կախված, որ մեկս մյուսին սիրենք, հարգենք։ Այդպես է գրած ԿՊ-ի ծրագրում։ ԿՊ-ի ծրագրում այտենց չի գրած։ Մենք պետք է մեր ուղերձների մեջ։ Ես ԿՊ-ի ծրագրից եմ հարցնում։ Կարդացել եք։ Նույնն է, որ միտքը հասկանաս իմ ասածի նույնն է։ Կարդացել եք։ Հա, ես շատ եմ կարդացել։ Կարող եք մեջբերում անել, թե չէ։ Նարեկ լավ էլի, Նարեկ։ Ինչ ես ուզում մեջբերում անեմ, Նարեկ։ Պարզ հարց եմ տալիս, կարդացել եք թե ոչ։ Կարդացել ենք, Նարեկ։ Կարող եք մեջբերում։ Ինչ մեջբերում ես ուզում անեմ։ Խաղաղություն ինչպես են ապահովում։ Խաղաղությունը այն ձև են ապահովում, որ սահմաններում խաղաղություն է տիրում։ Զոհեր չունենք։ Մեր ժայելները չեն զոհվում։
Այսօր բանակը հանգիստ է։ ԿՊ-ի ծրագրում խաղաղության ապահովման առաջնային մեխանիզմը ո՞րն է։ Մի հատ էլ կրկնի։ ԿՊ-ի ծրագրում խաղաղության ապահովման հիմնական մեխանիզմը առաջնային ո՞րն է։ Որ բոլոր երկրների հետ համերաշխ լինենք, գործակցենք ու մեր սահմանները խաղաղ պահենք։ Բարև ձեզ, եկեք խոսենք ԿՊ ծրագրից։ Եկեք խոսենք ԿՊ ծրագրից։ Խոսենք ԿՊ-ի նախընտրական ծրագրից։ Խոսենք ԿՊ-ի նախընտրական ծրագրից։ Խոսենք ԿՊ-ի նախընտրական ծրագրից։ Բարև ձեզ, գնում եք հանրահավաք։ Չէ։ Աջակցում եք վարչապետին։ Ինչու եք խուսափում։ Բայց ինչու եք վազում։ Ինչու եք վազում, արեք կանգնեք զրուցենք։ Աջակցում եք Փաշինյանին։ Բարև ձեզ, սա որ ԿՊ-ի որ կառույցն է, որտեղի կառույցն է։ Էջմիածինն է, Արմավիրը։ Այն տղանով է, որ ձեզ կանչում է։ Այն տղան։ Գնում ենք մեր համայնքը գալիս է, դիմավորենք հետները գանք։ Բա ինչով են գալի։ Ոտքով։ Էջմիածնից ոտքով։ Չէ։ Քաղաքապետարանի մոտ են հասել։ Ոտքով գալիս են։ Ծանոթ է ԿՊ-ի ծրագիրը ձեզ։ Խնդրում եմ լավ եք էլի։ Ինչի։ Ձերը ո՞րն է։ Factor TV։ Դե այսօր եկել են ԿՊ-ին աջակցելու։ Բայց եթե ծրագիրը չեք կարդացել, հանուն ինչ եք աջակցում։ Կարդացել են, ոչ չեն կարդացել։ Խաղաղությունը ինչպես է ապահովում։ Ինչպես են ապահովում։ Չեք տեսնում ինչպես են ապահովում։ Գրած է ծրագրում, ծրագիրը կարդացել եք, դա եմ ուզում հասկանալ։ Ինչ ծրագիր պետք չի։ Առանց ծրագիր կարդալու, հա։ Հա։ Բարև ձեզ, ծանոթ եք ԿՊ-ի ծրագիրը ձեզ։ Իհարկե ծանոթ է։ Ինչ են առաջարկում խաղաղության հետ կապված։ Հա, էլի, թողեք քայլենք, էլի, խաղաղություն ենք։ Մենք այս պահին իրար հետ քայլում եմ ասելու։ Մենք կողմնակից ենք խաղաղության։ Հա, ինչպես է ապահովելու այդ խաղաղությունը։ Չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Դա ինչպես եք աջակցում, եթե չգիտեք։ Դե կան բաներ, որ իհարկե չգիտենք։ Եվ կընտրեք չիմանալու։ Իմանալով կընտրենք, այտենց հարցեր մի տվեք։ Այդ ասում եք չգիտեմ ինչպես է ապահովելու։ Դե դա քաղաքականությունն է ինձանից վեր է։ Բարև ձեզ, եկեք ԿՊ-ի ծրագրից խոսենք։ Ինչ է հայտնի ձեզ։ Սա Էջմիածնի խումբն է։ Չէ, մանեմ, չէ, հա Երևան։ Բարև ձեզ, ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Կլինի չխոսեմ ես։ Ինչի հենց ինձ կիզակետում վերցրեցիք։ Պատահականության սկզբունքով մոտեն։ Ուրիշ են խնդրում։ Եթե գաղտնի եք եկել, ձեզ ցույց չտամ։ Գաղտնի, ես ինչ որ մեկից վախենալու ոչինչ չունեմ։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, լրիվ ազատ կամքի տեր։ Ասեք ԿՊ-ի ծրագրում ինչ է գրած, ծանոթ եք։ Ոչ։ Բա ինչու եք եկել։ Ասենք ինչի համար, ինչ ծրագրը ո՞րն է։ Ես ուզում եմ որ ծրագիրը, որի հիման վրա պետք է ընտրություն կատարել։ Մի նկարեք էլի, կլինի։ Բարև ձեզ։ Ծանոթաց ես ԿՊ-ի նախընտրական ծրագիրը։ Իհարկե, ես, չգիտեմ, անսահման վստահում եմ մեր վարչապետին, մեր ներկայիս ծրագրում։ Ծրագրում ինչ ա գրած, որ պիտի երկիրը ծաղկի, որ պիտի ամեն ինչ լինի թրիփի նախագիծը, էլ ինչ ասեմ ընդեր։ Հա, թրիփի խաղաղությունը ինչպես պետք է ապահովի, գիտեք։ Խաղաղությունը պիտի ապահովի նենց նախաստորագրված։ Ըստ նախագծի ասեք, ինչ եք կարդացել նախագծում։ Նախագիծը տենց կոնկրետ չեմ կարդացել, բայց ես այնքան Բայց ես այնքան շատ եմ լսում իմ վարչապետի ու իր ամբողջ անձնակազմի բառերը լսում եք, որ ասում է կզացնելու եմ, չոքացնելու եմ եւ այլն։ Ինքն ասում, գիտեք ինչ կա, եթե ամեն մեկս իր փոխարեն լինենք, ես երևի ինֆարկտ կստանայի։ Մալադեց այդ մարդու ներվերին, որ այդքան էլ դիմանա։ Բա իրան, գիտեք ինչ կա, ինքն էլ մարդ է, ինքը դրանով ցույց է տալի, որ ինքը մեր երկրի քաղաքացիներից մեկն է։ Ոչ թե ինչ որ Ոչ թե այսօր ասենց պաշտոնական մի հատ կոստյում շալվարը հագնի կանգնի իրավունք չունենաս 5 կիլոմետրից մոտիկանալու։ Եղավ մի խոսքով մենք վարչապետի կողքն ենք։ Եղավ
Բարև ձեզ։ Ծանոթ եք ԿՊ-ի նախընտրական ծրագրին։ Այո։ Ինչ է առաջարկվում անվտանգության համար։ Առաջարկը բրցել ինչ պիտի առաջարկի։ Նախագիծ ծրագիրը կարդացել եք։ Չեմ կարդացել, բայց ինձ բերած խաղաղությունը, երկրի ինքնությունը, իմ երկրի այս վիճակը բավարարում է, ուրիշ ծրագիրին չի հետաքրքրում։ Անվտանգության երաշխիք ինչ է Նիկոլ Փաշինյանն առաջարկում, տեղյակ եք։ Անվտանգության երաշխիքը հայ ժողովուրդն է եւ մեր սատարող այն ուժերը, որոնք սիրում են հային, Հայաստանին, Հայաստանի անկախությունը, խաղաղությունը հայ ժողովրդին։ Անվտանգության երաշխիքը ամրացնում է նոր բերած, նոր ստեղծ առած զենքերով, որքան որ գիտեմ, շատ լավ զենքեր ունենք հիմա։ Պարզապես խաղաղության պայմանագիր վերջնական չկա ստորագրված, ցես համար։ Ես կարծում եմ, որ շուտով դա կլինի։ Ես հույս ունեմ, որովհետև Փաշինյանը եթե ձգտում է խաղաղության, անպայման ստացվելու է դա։ Հիմքում ինչ եք տեսնում, որ նման կարծիք եք հայտնում։ Ինչպես։ Հիմքում ինչ է, որ կարծում եք շուտով կստորագրվելու է։ Մարդկանց ողջամտությունն է հիմքում։ Պարզապես կարծում եմ, որ այդպիսի հիմար մարդ աշխարհում չկա, որը խաղաղություն չի ուզում լինի աշխարհում։ Մեր փոքր երկրում առավել եւս։ Կներեք, բոլորս էլ ուզում ենք խաղաղություն, բայց այս իշխանությունը կարող է ապահովել։ Ապահովում է նաև զինելով երկիրը, զենքեր գնելով, հզորացնելով, ամեն առումով հզորանում է մեր երկիրը, եւ ես հպարտ եմ եւ մեր երկրով, եւ ողջունում եմ մեր Նիկոլի բոլոր ձեռնարկները։ Դուք ծանոթ եք ԿՊ-ի նախընտրական ծրագրին։ Այո, ծանոթ եմ, ես ինքը զարմանում եմ, որ հայ ազգի մեջ առնվազն պիտի կույր լինի, որ Փաշինյանի Ինչ է առաջարկվում խաղաղության համար, կարդացել եք։ Ես հիմա դա զգում եմ, որ չկարդամ էլ, խաղաղությունը բոլորս զգում ենք։ Թղթի վրա ինչ է գրված, տեղյակ եք։ Դու տեղյակ ես, Նարեկ ջան։ Այո։ Կարդացել ես լավ։ Ես ձեզ եմ հարցնում որպես Փաշինյանի աջակցող։ Չէ, հիմա ես քեզ եմ հարցնում որպես լրագրող։ Okay, դուք չեք կարդացել փաստորեն։ Մենք կարդացել ենք, ես ինքս զգում եմ խաղաղությունը։ Դե ասեք իմանամ, ինչ է գրած։ Խաղաղությունը, որ մենք պիտի ապրենք խաղաղ երկնքում, չլինեն զոհեր, չլինի պատերազմ։ Խաղաղության ապահովման համար Փաշինյանը նախընտրական ծրագրում ինչ է գրել, տեղյակ եք։ Դու հիմա ես այդ լրիվ այդ չեմ կարող տեստը ձեզ համար ասեմ, բայց որ ես խաղաղության կողմնակից մարդ եմ, Փաշինյանին կողմնակից մարդ եմ, որ պետությանը պիտի Պարզա, որ ստեղ եք ուրեմն կողմնակից եք, ես շնորհակալություն։ Խնդրեմ, Նարեկ ջան։ Պարտադիր չի որ կարդան, ամբողջ աշխարհում Ինչու պարտադիր չի։ Պարտադիր չի, ասեմ ինչի պարտադիր չի, որովհետև մեր անգամ քաղաքակիրթ ասեմ, որովհետև ժողովուրդը ծանոթ է իրավիճակին։ Մոտեցեք երիտասարդները կարդացել են ծրագիրը, բայց դուք միշտ հարցնում եք անվտանգության երաշխիքը, ճիշտ է։ Անվտանգության երաշխիքը հետևյալն է։ Կան երկու երկրներ, որոնց սկսեց մի հատ ավելի մեծ պետություն կրվածնել։ Իշահերի համար կրվածեց։ Դա մենք ենք Ադրբեջանը խաղաղության ապահովման համար ինչ է առաջարկում։ Դե լսեք, շարունակում եմ։ Մի հատ պետություն է, որը երկու փոքր պետություններին կրվածեց, երկու պատերազմ, թե երեք պատերազմ։ Մենք այդ երկու պետությունները, Ադրբեջանը եւ Հայաստանը, դուրս ենք մղում մեզ կրվածնողին։ Փաշինյանը հարգանքներս պարոն վարչապետին այդ հարցը լուծում է եւ լուծել է։ Այսինքն մեզ կրվածնող պետությունը Ռուսաստանը դուրս է գալիս խաղից։ Իսկ դուք տեղյակ եք, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանը դուք չեք Առաջին Ղարաբաղի պատերազմից հետո ատելով ատում էր Ռուսաստանի, բայց մենք դա չգիտեինք։ Ռուսաստանի դրածոները նկարում էին Ադրբեջանում, ձեզ նման մոտենում են փողոցում, հարցնում էին մարդկանց ինչ կանեք, որ մի հայ տեսնեիք, ասում էին կխեղդեմ, կսպանեմ։ Դա ցույց էին տալիս մեզ։ Մեզ մոտ նկարում էին այդ նույն ռուսական ժուրնալիստները, ինչպես են դրոշ վառում, ասում են ադրբեջանցու կսպանեի, ցույց են տալիս այնտեղ։ Այդտեղ ճշմարտությունը վերածվում էր իսկական կոնֆլիկտի։ Այն դեպքում, որ բավականին շատ ադրբեջանցիների տատիկները, մամաները, պապաները հայ են կիսուչապ։ Ձեր հարցին պատասխանեցի։ Պարոն Փաշինյանը մեզ ապացուցեց, որ մենք կապրենք խաղաղ, եթե Ռուսաստանը քաշի այստեղից։
Մենք ենք։ Մենք բոլորս խաղաղության երաշխիք ենք, ինչպես Փաշինյանը։ Հակառակ բաներ մի ասեք, յուրաքանչյուրի Հակ ասում եք, ժողովրդություն չի լինելու։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը իր ծրագրում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու մի բառ չունի գրած, ասում է պետք է կարելի է հարցը չեմ տվել։ Շնորհակալություն։ Ասում է, որ պետք է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաիմաստավորենք եւ սառեցված հապկից դուրս գալու խոսք չկա անգամ, ինչպես Առայժմ դա 5 տարվա առաջիկա 5 տարվա ծրագրություն ձեր հետ չեմ խոսում։ Առայժմ, բայց ամեն ինչ շատ արվում է քայլ առ քայլ։ Ուրեմն, քանի որ մենք Փաշինյանի հետ նույն բնակարանում չենք բնակվում, չգիտենք ինչպես են աշխատում, գրաստղներն եմ ասում եւ գրաստուղը տանը 3 հատ բուկլետ ունի։ Նախագծում չկա գրած 5 տարվան, որում այս նախընտրական ծրագիրը առաջիկա 5 տարիների համար է եւ հապկից դուրս գալու բառ չկա։ Դա պարտադիր չի որ գրված լինի, դա կգա, դա կլինի։ Դուք անձ եք ընտրում, ոչ թե ծրագիր, ճիշտ եմ հասկանում։ Ես ընտրում եմ մի ամբողջ կուսակցություն եւ ընտրում եմ նաեւ իմ ողջամտությունը, որովհետեւ Փաշինյանը այս ժողովրդին կարող եմ ասել, չէ՞ որ մեզ բոլորին կաշառել է իր խիզախությամբ, իր հայրենասիրությամբ եւ իր իմաստությամբ։ Նրանք հիմա այլ երիտասարդների հետ խոսեմ, արի։ Բարև ձեզ, ՔՊ-ի ծրագրին ծանոթ եք։ Չէ, ծանոթ չենք։ Չեք կարդացել։ Չէ, չենք կարդացել, մենք ծանոթ չենք։ Բարև ձեզ, եկեք ՔՊ-ի ծրագրից խոսենք, ծանոթ եք։ Ծանոթ եք։ Չէ, Չեք կարդացել։ Բա ինչպես եք ընտրություն կատարելու։ Ես ուղղակի շատ եմ սիրում բան վարչապետին ու խնդրում ինձ ուղղակի մի ասած։ Բայց անձերի ընտրություն չի, չէ, ծրագրերի, գաղափարների ընտրություն է։ Բարև ձեզ, ծանոթ եք ՔՊ-ի ծրագրին։ Կխոսեք։ Խաղաղությունն ինչպես են ապահովելու, գիտեք։ Ես չեմ ուզում խոսել։ Բայց ինչու եկել առաջին շարքում կանգնել եք, ինչի չեք ուզում խոսել են քաղաքական Հարցրեք։ Ծանոթ չեք։ Ծանոթ եմ։ Դե ասեք խաղաղություն ինչպես է ապահովելու Փաշինյանը։ Բարև ձեզ, ծանոթ եք ՔՊ-ի նախընտրական ծրագրին։ Բարև ձեզ, ծանոթ եք ՔՊ-ի նախընտրական ծրագրին։ Հա, մենք չենք ճանաչում։ Ինչպես է խաղաղություն ապահովելու։ Ես չեմ ուզում խոսեմ։ Ինչու։ Ձեր գործը, եթե մինչև հիմա չգիտեք ինչպես են ապահովելու, ուրեմն պետք չի որ իմանաք։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ պետք է դա քաղաքական ուժեր առաջարկեն։ Բարև ձեզ, խոսենք ՔՊ-ի ծրագրից։ Ինչ է հայտնի ձեզ, ինչ է առաջարկում Փաշինյանը առաջիկա 5 տարիներին։ Ամեն ինչ։ Ինչ։ Խաղաղություն, զարգացում, տնտեսական աճ, ինչպես է խաղաղություն ապահովելու։ Որակապես փոփոխություն, խաղաղություն ինչպես է ապահովելու, տեղյակ եք։ Դե իր ծրագրում արդեն ամեն ինչ Կարդացել եք։ Այո, կարդացել Դե եմ։ ասեք, խաղաղության առաջին բաղադրիչը ո՞րն է համարել Փաշինյանը։ Սահմանազատումը, երբ որ մենք ունենանք հստակ սահմաններ, միջազգայինորեն ճանաչված, արդեն իսկ դա խաղաղության առաջին քայլն է։ Իսկ բանակը ո՞ր տեղում է Փաշինյանի պատկերացրած խաղաղության ապահովման գործընթացում, գիտեք։ Տեսանք արդեն պարզ է որ տեղում էր։ Ո՞ր։ Առաջի տեղում։ Չէ, ծրագրում վերջին տեղում է, նախընտրական ծրագրում։ Նախընտրական ծրագրում միգուցե վերջին տեղում է, բայց մենք արդեն իսկ տեսանք փոփոխված բանակ եւ կարծում եմ, որ առաջ գնացը անխուսափելի է։ Գիտեք ինչ, ես չգիտեմ ով ինչպես, ժողովուրդը երբեք չի սխալվում, իսկ ժողովուրդը վարչապետի թիկունքին կանգնած է։ Բարև ձեզ։ Ինչու եք խուսափում, դուք եկել եք Նիկոլ Փաշինյանի աջակից, չէ՞։ Այո, այո։ Ինչու եք խուսափում, ձեր կամքով չեք եկել։ Միանշան։ Եկեք զրուցենք ՔՊ-ի ծրագրից, ծանոթ եք։ Այո։ Ինչ է առաջարկում խաղաղության համար։ Ընտրություն։ Միայն Փաշինյանին, ընտրություն, խաղաղություն, անկախություն։ Ինչպես է ապահովելու խաղաղությունը Փաշինյանը, տեղյակ եք։ Այո, իհարկե, տեղյակ ենք։ Ինչպես, կասեք, որ խնդրեմ։ Խաղաղությունը ապահովելու է անկախությունով։
Ընտրական ծրագրում այդպես է գրված։ Ես չեմ կարդացել։ Ինչու ինչպես եք ընտրություն կատարել։ Եք ուզում խոսել։ Բայց դուք աջակցում եք մի ուժի, որը սրտիկ է ցույց տալիս։ Հիմա պետք է իմ հետ շատ բարեհամբույր լինել։ Բարև ձեզ։ Ծանոթ եք ԿՊ-ի ծրագրին։ Այո, Ինչպես է խաղաղություն առաջարկվում, տեղյակ եք։ ինչպես է առաջարկվում։ Սահմանազատման միջոցով պահպանել մեր հայրենիքը ու ներսից ուժեղ, ամուր, իսկական հայ մարդ, ով իր հայրենիքը Փաշինյանը սիրում է զավակներից առավել։ Ծրագրում այդպես է գրած։ Ոչ, ծրագրում չի, դա մենք տեսնում ենք։ Իսկ ծրագրում ինչ է գրված։ Խաղաղություն պահպանել, Ինչպես պետք է ապահովել խաղաղությունը, որ հիմա կա։ Կարդացել եք։ հզորացնել զինտեխնիկայով